Նա երբեք չէր մտածել օպերային երգչուհի դառնալու մասին։ Երաժշտական դպրոցն էլ իր ցանկությամբ չէր ընտրել, բայց եթե ձայնը տրված է ի վերուստ, այն մի օր անպայման հնչում է։ Ամեն ինչ սկսվեց մի կատակ նմանակումից, եւ դա փոխեց ամեն ինչ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեներկչուհի սոպրանո Աննա Նացականյանը։ Սիրելի Աննա, անչափ հաճելի է ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ ամենից առաջ հեռուստադիտողներին տեղյակ պահել, որ դուք դուստր եք հանրային հեռուստատեսության երկարամյա աշխատակից, բոլորիս կողմից սիրված Քնարիկ Փիլոսյանի։ Իսկ ով է ձեր հայրը, նա նույնպես երաժիշտ է։ Ոչ, հայրս երաժիշտ չէր, հայրս ավարտել է համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը, բայց շատ էր սիրում արվեստ եւ իր մեջ կրում էր արվեստը։ Մեծացել եմ սիրով, ջերմությամբ ու փոխադարձ հոգատարությամբ շրջապատված ընտանիքում։ Հատկապես որ միակն եք եղել։ Այո։ Գիտեմ, որ ձեր մայրական կողմից պապիկը նույնպես երաժիշտ էր եւ նվագում էր 5 փողային գործիքի վրա։ Այո։ Ինչ է կարծում Աննա, արդյոք նրա ազդեցությունը նույնպես եղել է ձեր իբրև երաժիշտ կայացման գործում։ Անխոս եղել է, որովհետև պապիկը ունեցել է իր ակտիվ գործունեությունը իմ երաժիշտ դառնալու ճանապարհին, ամեն ինչ դեռևս սկսվեց երաժշտական դպրոցից, որը ինչպես նկատեցիք, այդքան էլ սիրով չէի գնում, հատկապես դաշնամուրի դասերը, բայց երբ մոտենում էին քննական օրերը, քննությունից 1-2 առաջ ես գնում էի պապիկի մոտ եւ պապիկը շատ հանդարտ, ջանասիրաբար, հոգատարությամբ, այսպես շատ աչալուրջ կերպով պարապում էր ինձ հետ, տալիս էր իր խորհուրդները, որի արդյունքում քննությունից հետո ապահովված էր ամենաբարձր գնահատականը։ Իհարկե պապիկի հետ դասերը ոչ միայն երաժշտությանն էին առնչվում, դրանք նաև իրենց ձևի մեջ նաև կյանքի դասեր էին։ Ու այնպիսին ինչպեսին կամ հիմա այդտեղ մեծ է նաև իհարկե պապիկի ներդրումը։ Այն տարիներին, երբ հաճախում եք երաժշտական դպրոց եւ այնքան էլ հաճույքով չեք գնում, ինչ մասնագիտության մասին եք երազում Աննա։ Երազում էի բժշկուհի դառնալ։ Անգամ ոչ միայն երազում էի, այլ արդեն շատ կոնկրետ քայլեր էի անում դեպի դա, բայց շատ ճակատագրական մի օր այսպես շրջադարձային եղավ ամեն բան եւ փոխվեց թե իմ որոշումը իհարկե կողքից նպաստեցին նաև հայրիկիս խորհուրդները։ Նա ինձ բժշկուհի չէր տեսնում, նա ինձ տեսնում էր արվեստում ու հետագայում արդեն երբ որ բեմ էի բարձրանում, իհարկե հատկապես պապիկի ու հայրիկի հպարտության եւ գոհունակության դեմքը ամեն բան ասում էր։ Արժեր դրա համար ընտրել այդ մասնագիտությունը։ Դուք կարելի է ասել մեծացել եք հեռուստատեսությունում, ձեր մայրիկի աշխատավայրում։ Գիտեմ, որ նկարահանվել եք մի անգամ եւ երգել եք «Թող փչեք համին» երգը։ Ինչպես դա ստացվեց Աննա։ Ես հիմա անկեղծ ասած չեմ հիշում ինչպես ստացվեց, բայց քանի որ միշտ մայրիկի հետ ինչպես նկատեցիք մասնակցում էի բոլոր նկարահանումներին, սարդարապատում էր այդ նկարահանումը եւ նկարահանվում էին հայրենասիրական երգեր։ Չեմ կարող հիմա հիշել, թե ինչպես ես հայտնվեցի կամերայի առջև, բայց հիշում եմ, որ հաղորդման ռեժիսորը Մարտին Ավետիսյանն էր, Մարտին Աբրամիչը, ասաց. Անուլիկ ջան, հիմա ուշադիր, հիմա սկսում ենք, պատրաստ ես, պատրաստ եմ, դե սկսեցինք եւ այսպես փաստորեն եղավ իմ առաջին եթերը։ Դպրոցն ավարտելուց հետո դուք ընդունվեցիք Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի երաժշտագիտության բաժինը։ Մայրիկի գործն եք ուզում շարունակել Աննա։ Մայրիկի գործը ուզում էի շարունակել դեռ շատ վաղ հասակում, այն տարիքում, երբ որ նկարահանեցին ինձ սարդարապատում, երևի թե ամեն բան սկսվեց այդտեղից, որովհետև երբ որ ինձ հարցնում էին, Անուլիկ, որ մեծանաս ինչ ես ուզում դառնալ, պատասխանս միանշանակ էր՝ երաժշտագետ Քնարիկ Փիլոսյան։
Եվ ուսումնարանում ընտրությունը նորից իհարկե պայմանավորված էր դրանով, որովհետև շատ հետաքրքրված էի նաև մամայի այդ աշխատանքով, բայց ինչ որտեղ ներսում այնուամենայնիվ ստեղծագործ ինչ որ մի փոքրիկ մարդուկ էր երևի թե ապրում, որը անընդհատ այսպես ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր իր մասին։ Ու ուսումնարանի 3-րդ կուրսում էի արդեն, թերևս այդ ժամանակվանից սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ վոկալով։ Խոստովանել եք, որ մայրիկի հետ այցելած շրջագայություններից մեկը ճակատագրական եղավ ձեզ համար, արվեստագետների մի մեծ խմբի հետ մեկնել եք Ղրիմ։ Այո։ Ինչ առիթով եք գնացել եւ ինչ տեղի ունեցավ։ Ղրիմում նշվում էր մեծ ծովանկարիչ Այվազովսկու ծննդյան, եթե չեմ սխալվում, 150-ամյակը, եւ Հայաստանից արվեստագետների մեծ խումբ մեկնեց Ղրիմ։ Մոտ 10 օր շարունակ ես ներկա էի լինում փորձերին, երեկոյան համերգներին, ցերեկը փորձերին, երեկոյան համերգներին, մայրիկը գործուղված էր հեռուստատեսության կողմից սյուժե պատրաստելու համար եւ ես էլ իր հետ մեկնեցի։ Ու այո, այդ ճամփորդությունը իսկապես դարձավ շրջադարձային, որովհետեւ մեզ հետ մեկնել էին նաեւ օպերային թատրոնի մեներքիչներ Արաքս Մանսուրյանը, Օլգա Գաբայանը, Կոնստանտին Սիմոնյանը, մեկնել էր ջութակահարների անսամբլը, Պարի պետական անսամբլ, հսկայական մի խումբ։ Եվ հատկապես այդ օպերային խմբի փորձերին ես միշտ էի ներկա լինում։ Վերադարձից հետո մի ինչ որ առիթ եղավ ու ես ասեցի. «Մամ, կուզես ցույց տամ, օրինակ ինչպես էր երգում Արաքս Մանսուրյանը»։ Ապա։ Եվ երբ որ սկսեցի նմանակել, իհարկե բոլորն էին զարմանում ու հիանում, հետո մի անգամ առիթ եղավ, որ նույն Արաքս Մանսուրյանի առջև իրեն իսկ նմանակեցի, նա այսպես շատ ուշադիր նայեց, ասեց քնար, բացի այն, որ լավ նմանակում է, նաև շատ սիրուն ձայն ունի, զբաղվել է պետք ձայնով։ Եվ որոշվեց զբաղվել իմ ձայնով, այսպես ասած, եւ առաջին ուսուցիչս, առաջին վոկալի ուսուցիչս եղավ հենց Արաքս Մանսուրյանը, որի համար ես շատ ուրախ եմ, որից ես շատ բան սովորեցի ու վերցրեցի, անգամ երբ արդեն բեմ էի բարձրանում, կոնսերվատորիայի առաջին երկրորդ կուրսում էի, բոլորը միաձայն ասում էին, որ այնքան ընդհանուր բաներ կա ձեր մեջ, սկսած կեցվածքից, բեմի վրա պահվածքից, քայլվածքից, միմիկաներից, ժեստերից, ամենը, դա պատահական չէր, բնականաբար պիտի այդպես էլ լիներ, որովհետև Արաքս Մանսուրյանը ինձ համար կանացիության մարմնավորում էր եւ նրա ոչ մի ներկայացում, որը ոչ մի ելույթ ես բաց չէի թողնում ու շատ այսպես գերագույն հաճույքով այդ ամենը վայելում էի։ Սիրելի Աննա, Արաքս Մանսուրյանից հետո ձեր ձայնը լսեց Տաթևիկ Սազանդարյանը։ Տաթևիկ Սազանդարյանը լսեց խորհրդի կարգով, այդպես էր ընդունված այն ժամանակ կոնսերվատորիա ընդունվելուց առաջ, պետք է լսեին։ Եվ հավանության արժանացրեց։ Հավանության արժանացրեց։ Նա ընդհանրապես գտնում էր, որ արտիստը միայն ձայն չպիտի ունենա։ Նա դիտում էր արտիստին կոմպլեքսի մեջ։ Նա պիտի լինի եւ արտիստիկ, նա պիտի լինի խելացի, նա պիտի լինի գեղեցիկ, նա պիտի լինի տեսքով, որովհետեւ բեմում նա ուզում էր տեսնել այդ ամենը միաժամանակ։ Նա եւս, այսպես ասած, հաջողություն մաղթեց մեր բռնած գործին եւ արդեն երբ որ մոտենում էին ընդունելության քննությունները, պիտի լսեր Գոհար Գասպարյանը։ Եվ այդ հանդիպումը մեծ երգչուհու հետ եղավ երևի թե կյանքիս ամենաճակատագրական հանդիպումներից մեկը։ Ինչ տվեց Գոհար Գասպարյանի հետ աշխատելու այդ շրջանը։ Շատ բան։ Նախ միայն այն գիտակցումը, որ դու տարիներ շարունակ գրեթե ամեն օր առիթ ունեիր շփվելու այդ մեծության հետ, այդ մեծության, բայց միևնույն ժամանակ այնքան պարզ ու այնքան անմիջական շփումների մեջ, որ թվում էր, թե փոքրիկ երեխա է հետդ շփվում, նրա այդ անմիջականությունը հասնում էր այդ աստիճանի։ Դեռևս կոնսերվատորիայի տարիներից նա ինչ սովորացրեց, ամենապարզագույն իսկ ստեղծագործությանը վերաբերվել որպես
ամենալուրջ եւ ամենապատասխանատու ստեղծագործության։ Երաժշտական տերմինոլոգիայում կա այսպիսի հասկացություն՝ վոկալիզ, այսինքն պարզապես ձայնը արտաբերում, առանց որևէ խոսքի, պարզապես մի հնչյունով արտաբերել երաժշտական թեման։ Նա ստիպում էր յուրաքանչյուրիս բոլոր իր ուսանողներին, անգամ այդ փոքրիկ վոկալիզների մեջ դնել մի ինչ-որ բովանդակություն, դնել մի ինչ-որ սյուժե, այդ տալիս էր այդ հնարավորությունը, մտածի, հորինի, պատկերացրու ինչ-որ մի բան ու երգիր այդ մասին, որպեսզի անգամ այդ վոկալիզը իմաստ ունենար։ Դե խոսել նրա մարդկային ու ընդհանրապես մեծության ու շատ երկար կարելի է խոսել իհարկե այդ մեծ մարդու մասին, որի իսկապես ես այնքան հպարտ եմ ու այնքան ինձ հարուստ եմ համարում, որ առիթ ունեցել եմ շփվելու նրա հետ ու նաև Տիգրան Լևոնյանի։ Այո, երկրորդ կուրսում դուք հրավեր ստացաք Տիգրան Լևոնյանից Անուշի դերերքը կատարելու համար։ Այո։ Բայց ցավոք դա այդպես էր իրականություն չդարձավ, Աննա։ Ինչու՞։ Ուրեմն երկրորդ կուրսում էի, մի համերգի մասնակցեցի, որին մասնակցում էին կոնսերվատորիայի ավարտական կուրսի ուսանողներ։ Երբ Գոհար Միխայելովնային առաջարկել էին իր դասարանից որևէ մեկի մասնակցությունը, նա տվել էր իմ անունը։ Եվ այդ ելույթը, այդ համերգին ինձ համար իսկապես նորից հերթական, այդ ճակատագրական ինչ-որ մի օրը եղավ։ Տիգրան Լևոնյանը այդ ժամանակ ձեռնամուխ էր եղել Տիգրանյանի Անուշ օպերայի բեմականացմանը։ Ու ինձ հրավիրեց թատրոն, ասելով, որ ես հենց այսպիսին եմ տեսնում իմ Անուշին, քո տարիքին, արտակնապես, ձայնով, անգամ մի քանի լուրջ փորձեր ունեցա ես նվագախմբի հետ, բեմում, զուգընկերների հետ, եւ նա շատ ոգևորված էր այդ ամենից, եւ տանը երբ սկսեց խոսել այդ մասին, Գոհար Միխայելովնան կատեգորիկ դեմ էր եղել, ասելով, որ շատ մեծ ռիսկի ես գնում։ Նա նոր սկսել է, փաստորեն երկրորդ տարին էր, որ ես սկսել էի երգել, պրոֆեսիոնալ։ Վտանգ կա ձայնը փչացնելու, ձայնը կկորցնի, ոչ մի դեպքում։ Այսինքն նա կտրականապես դեմ էր, որպեսզի ես հանդես գամ Անուշի դերերքով։ Իհարկե ես հիմա եմ հասկանում, թե ինչքան ճիշտ էր այդ որոշումը, որովհետև իհարկե վտանգը կար, բայց որպես կերպար ինձ Տիգրան Լևոնյանը թողեց ներկայացման մեջ, ես եւ շատ երկար ժամանակ, քանի դեռ գնում էր իր բեմականացմամբ Անուշը, ես հանդես էի գալիս Անուշի ընկերուհու դերերքով, որը փոքրիկ դեր էր, բայց իհարկե երկրորդ կուրսի ուսանողուհու համար դա եւ մեծ պատասխանատվություն էր, եւ մեծ հպարտություն էր, եւ հրճվանք էր, եւ մանավանդ որ բեմում կողքիդ էին այն ժամանակվա մեր իսկապես անվանի մեծություն արտիստները։ Էլ չեմ ասում, թե ինչ գերագույն հաճույք էր ու բերկրանք Տիգրան Լևոնյանի հետ աշխատելը։ Որպես ռեժիսոր, որպես մարդ, որպես արտիստ, նա ինձ համար ընդհանրապես հետաքրքիր բան պիտի ասեմ, նա կարծես միջնադարից եկած ասպետ լիներ։ Թե արտակնապես, թե իր մարդ տեսակով, թե իր այն բոլոր արժեքներով, որոնք նա կրում էր։ Եվ այն դասերը, այն թե կյանքի, թե արտիստ ռեժիսոր փոխհարաբերության, թե բեմում զուգընկեր փոխհարաբերության եւ ընդհանրապես թատրոնին վերաբերող բոլոր դասերը ես քաղեցի նրանից։ Իսկ հիմա, երբ արդեն դուք երգում եք, կայացած եք, արդյոք դերերքերը կատարելիս, պատրաստվելիս հիշում եք ձեր ուսուցիչների խորհուրդները։ Միանշանակ, իհարկե։ Հնարավոր չէ առանց դրա, որովհետև ցավով պիտի նշեմ, բայց Տիգրան Լևոնյանի հեռանալուց հետո այդ դաշտը մնաց դատարկ։ Օպերային ռեժիսուրայի դաշտը մնաց դատարկ։ Անխոս հիշում եմ ամեն բան, անգամ երբ կոնսերվատորիայի վերջին կուրսում էի, ես եղա վերջին ուսանողը ժամանակների շատ անվանի ու հայտնի դիրիժոր Արամ Քաթանյանի։ Եվ Արամ Քաթանյանի հետ մենք միասին պատրաստեցինք ամբողջ Աիդայի դերերքը։ Եվ երբ տարիներ անց մենք թատրոնը արդեն անդրադարձավ Աիդայի բեմականացմանը, փորձերի ժամանակ ինձ մոտ այն տպավորությունն էր, կարծես Արամ Քաթանյանը առջևումս կանգնած է եւ մենք միասին այնքան մանրակրկիտ էր արված այդ աշխատանքը, կարծես դա 3 լիներ։
Նույնը նաև ռեժիսորական առումով միշտ Տիգրան Լևոնյանի բոլոր խորհուրդները, ասածները, վերաբերմունքը ես այդ ամենը կրում եմ իմ մեջ ու շատ հարուստ եմ ինձ համարում դրանով։ Անուշի դերերքը այդպես էլ մնաց երազանք Աննա։ Այո, մնաց երազանք, որովհետև անկեղծ պիտի խոստովանեմ, ես ինձ տեսնում էի Տիգրան Լևոնյանի Անուշում։ Գուցե հետո երբևէ նորից կբեմադրվի Անուշը եւ ես գուցե կտեսնեմ ինձ այնտեղ, բայց ներկայիս բեմադրության մեջ ես մի քիչ ինձ չեմ տեսնում։ Գիտեմ, որ դուք նաև հեռուստատեսային գործունեություն եք ծավալել։ Վարում եք հանդիպում հաղորդաշարը։ Ինչ հաղորդում էր այն եւ այդ ոլորտում հետաքրքիր է, ձեզ հարմարավետ եք զգում։ Շատ հարմարավետ էի զգում, որովհետեւ ինչպես զրույցի սկզբում ասացի, մայրիկի հետ մեծացա հեռուստատեսությունում։ Ու երբ ստացվեց այդ առաջարկը, այն ժամանակ երջանկահիշատակ Մարկ Պետրոսյանն էր այդ ամենի կարծես նախաձեռնողը։ Դա ուրեմն հանդիպում էր հիմնականում դասական արվեստը կրող արվեստագետների հետ, երաժիշտ կատարողներ, երգիչներ, դիրիժորներ, անգամ հյուրախաղերով Հայաստանում գտնվող արտիստներ, նրանց դիմանկարներ էին դրանք։ Այսինքն նրանց բացահայտումը, նրանց տեսակը բոլոր տեսանկյուններից, ոչ միայն որպես արտիստ, այլ ընդհանրապես մարդ։ Հաղորդաշարը բավական մեծ լսարան ուներ եւ անկեղծ ասած ես ինձ շատ լավ էի զգում այդ հաղորդման շրջանակներում, որովհետեւ դա եւս իր ձևով ինչ որ ստեղծագործական աշխատանք էր, ստեղծագործական բնույթ էր կրում, որովհետեւ ամեն հաղորդում նոր ասելիք ուներ, նոր հյուր, իր տեսակով, իր այսպես ամեն ինչով։ Անգամ Սփյուռքում, երբ հաղորդաշարը հեռարձակվում էր, այստեղ բազմիցս եղան դեպքեր, երբ մարդիկ մոտենում էին ուղակի եւ իրենց շնորհակալությունն էին հայտնում այդ հաղորդաշարի համար։ Գիտեք, ժամանակին ամբողջ հանրությունն էր ճանաչում, չէ՞, Գոհար Գասպարյան, Տաթևիկ Սազանդարյան, նույն Նար Հովանիսյան, Արշավիր Կարապետյան, այսօրվա օպերային արտիստներին ցավոք հանրությունը գրեթե չի ճանաչում կամ ճանաչում է 1-2-ին։ Հաղորդաշարը կոչված էր նաև նրանց ներկայացնելու, ճիշտ է, մենք հիմա չունենք Գոհար Գասպարյաններ ու Տաթևիկ Սազանդարյաններ, բայց ունենք մի ուրիշ սերունդ, որոնք դեռ ասելիք ունեն ու կասեն վստահ եմ, պարզապես պետք է նաև նրանց էլ անդրադառնալ ու լուսաբանել։ Հաղորդաշարը նաև կոչված էր դրան։ Հաղորդման հյուրեր են եղել Հայաստանում հյուրախաղերով գտնվող բոլոր դասական արվեստը կրող արտիստները։ Մի փոքր խոսենք նաև ձեր մասին։ Դուք ունեք դուստր 18 տարեկան, ինչին հավատալը հավատացեք դժվար է, դատելով ձեր տեսքից։ Ինչով է նա զբաղվում, արդյոք շարունակում է մայրիկի գործունեությունը։ Ոչ, նա չի շարունակում մայրիկի գործունեությունը, թեպետ նա մեծացավ այդ աշխարհում։ Նա մեծացավ օպերային թատրոնում, նա ներսից ճանաչեց այդ աշխարհը եւ երբ եկավ իր մասնագիտության ընտրության հարցը, ես փորձեցի չխառնվել, թողնել, որ դա լինի միայն իր ընտրությունը, որովհետեւ նա այն տեսակն է, որ եթե ստիպողաբար ինչ որ մի բան պարտադրված նա մի բան անի, նա միանշանակ դա չի անի։ Իսկ սա 1-2 օրվա մասին չէր խոսքը, սա մասնագիտության ընտրություն էր, որը պիտի իրեն ուղեկցի դեռ երկար ժամանակ։ Եվ ես որոշեցի կողքից ուղղակի այսպես նայել եւ օգնել թերևս։ Նա ընտրեց Բրյուսովի լեզվա բանական համալսարանը, այժմ առաջին կուրսի ուսանողուհի է։ Ճիշտ է, ունի հրաշալի երաժշտական տվյալներ։ Իսկ տատիկը իրեն ժամանակին չփորձեց տանել երաժշտական դպրոց։ Իհարկե փորձեց, տատիկն անդրդվելի էր, տատիկը նրան տարավ երաժշտական դպրոց, նա 2 տարի սովորեց Սայաթնովայի անվան երաժշտական դպրոցում, որից հետո հայտարարեց, որ տատիկ, ես խնդրել էի, որ ինձ տանեք երաժշտական դպրոց։ Ես չէի խնդրել, ուրեմն հիմա խնդրում եմ հանեք ինձ երաժշտական դպրոցից։ Այսպես ճիշտ է, տատիկի զարմանքը մեծ էր եւ հիասթափությունը նույնպես, որ թորնիկը չգնաց այդ ճանապարհով, բայց թորնիկը ընտրեց այլ ճանապարհ։ Նա
քանի որ ասում եմ, երաժշտությունը ունի իր մեջ, դեռևս 2-3 տարեկան էր, երբ ինձ պարտադրում էր միացնել ձայնագրություններ բարդագույն օպերաների, այսինքն համաշխարհային գլուխգործոցներ, Տոսկա, Տրավիատա, Աիդա, Բոհեմ, ամենատարբեր թատրոնների բեմադրություններով նա միացնում էր եւ կարող էր ժամերով նստել ու լսել այդ ամենը։ Բավական չէ լսելը, նա անգիր գիտեր բոլոր գործող անձանց, նա գիտեր բովանդակությունը, նա արդեն սկսեց համեմատել այս կամ այն կատարումը, այս կատարումը ավելի եմ սիրում, այն մեկը այդքան չեմ սիրում, ու դասական արվեստից հետո կտրուկ նա սկսեց լսել ռոք երաժշտություն, ու ես երկար տարիներ այսպես ստիպված էի լինել այդ ռոք երաժշտության մեջ եւ բավական չէր նա լսում էր, նա երգում էր, որովհետեւ նաեւ շատ գեղեցիկ ու հզոր ձայն ունի։ Ինչևէ ես կարծում եմ, որ արվեստը ամեն դեպքում իր մեջ կա եւ վաղ թե ուշ երևի ինչ որ մի տեղից ինչ որ մի դրսևորում կունենա։ Աննա, ձեր առաջին ամուսնությունը չստացվեց։ Վաղ կա երկրորդ անգամ ընտրություն կատարելու։ Գիտեք, ավելի շուտ ոչ թե վաղ, այլ պարզապես ավելի մեծ պատասխանատվություն կա, որովհետև եթե այն ժամանակ ես մենակ էի, հիմա ես ունեմ դուստր, ում առաջ պատասխանատու ում առջև ունեմ մեծ պատասխանատվություն։ Իհարկե ես չեմ բացառում, որ դա երբևէ կարող է իրականություն դառնալ, պարզապես նա ով կլինի իմ կողքին, պիտի լինի բացառիկ ազնիվ մարդ, պիտի սիրի ու գնահատի այն արվեստը, այն ամենը, ինչով ես զբաղվում եմ, որին նվիրել եմ կյանքիս մեծ մասը, իհարկե պիտի սիրի և ընդունի դստերս, և ես հաճախ եմ լսում, որ ես ուժեղ մարդ եմ, ուժեղ կին եմ, ես շատ կուզեմ նրա կողքին ինձ թույլ տալ, այդ շռայլությունը թույլ զգալու, թույլ ու պաշտպանված։ 1999 թվականից սկսած մինչ օրս դուք Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներկչուհի եք։ Կան դերերքեր, որոնք տպավորվել են ձեր մեջ, որոնց դուք յուրահատուկ եք վերաբերվում։ Կան իհարկե, ընդհանրապես բոլոր դերերը, որոնք մարմնավորել եմ, ինձ համար շատ կարևոր ու թանկ են, որովհետև ամեն մեկը ինչ որ մի ստեղծագործական շրջան են ինձ համար։ Այդ առումով կարևորում եմ առաջին մեծ դերերքս, Վերդիի Տրուբադուր օպերայում Լեոնորայի դերերքը, դա արդեն որպես մեներկչուհի ամենամեծ դերս էր թատրոնում։ Դերերքը պատրաստել եմ Օհան Դուրյանի հետ։ Հետագայում եղավ եւս շատ կարևորագույն ու շատ բարդագույն իմ ձայնի սոպրանոյի համար, թերևս համաշխարհային երաժշտական գրականության մեջ ամենաբարդ դերերքերից մեկը Բելինիի Նորման, որը մի յուրահատուկ, այսպես տրամպլինի պես մի բան եղավ ինձ համար։ Շատ երկար ժամանակ ես մոտենում էի եւ շատ այսպես առանձնահատուկ գուրգուրանքով էի վերաբերվում Վերդիի Տրավիատա օպերայում Վիոլետայի դերերքին։ Նա ինձ համար թերևս ամենափխրուն եւ մի այսպես առանձնահատուկ թրթիռ կա իմ մոտ ամեն անգամ երբ առիթ եմ ունենում ներկայանալ այդ դերերքով։ Նախ երբ նոր ձեռնամուխ եղա դերերքի պատրաստմանը, կարդացի, ծանոթացա ու դիտեցի բոլոր հնարավոր գրքերը, բոլոր հնարավոր գրականությունը, ֆիլմերը, կատարումները, ինչ որ կար վերաբերող այդ ժամանակաշրջանին։ Այդ ամենի մեջ փորձեցի գտնել իմ Վիոլետային։ Եվ հիմա ամեն անգամ երբ պետք է անդրադառնամ նրան, նա ինձ համար, գիտեք, կարծես այսպես շատ նուրբ հաղճապակուց մի արձանիկ լինի, որին պիտի այնքան նուրբ վերաբերվես, որ հանկարծ մի քիչ ավել, մի քիչ պակաս եւ նա կփշրվի։ Այ հատկապես Վիոլետայի նկատմամբ շատ այսպես թրթռուն վերաբերմունք ունեմ։ Իհարկե շատ կարևորում եմ Աիդայի վրա աշխատանքը, որը իր տեսակով մասշտաբային հսկայական աշխատանք էր։
առիթ ունեցանք համագործակցել Իտալիայից ժամանած ռեժիսորի հետ, հետագայում եղան նաև հյուրախաղերով տարբեր դիրիժորներ, որոնց հետ ես առիթ ունեցա երգել այդ դերերքը, իմ ամենասիրելի, պաշտելի, այսպես ասած, դերերից մեկն է նաև Աիդան։ Հետագայում շատ հետաքրքիր էր ինձ համար աշխատանքը Ավետ Տերտերյանի երկրաշարժ օպերայում։ Նա կտրականապես տարբերվում էր մինչ այդ արած բոլոր աշխատանքներից, թե երաժշտական մտածողության, թե լեզվի, թե դրամատուրգիայի, թե ընդհանրապես Ավետ Տերտերյան եւ դրանով ամեն բան ասված է։ Իհարկե շատ երկար ժամանակ պահանջվեց, երբ բոլորս կարողացանք այսպես խմորվել, եփվել այդ երաժշտության ու այդ ամենի մեջ։ Հետաքրքիր էր նաև ռեժիսորական աշխատանքը, Լևոն Իվանյանն էր իրականացնում բեմադրությունը եւ իր տեսակի մեջ ինքնատիպ աշխատանք ստացվեց։ Այժմ դուք նաև վերջին 2 տարիների ընթացքում, այսինքն թատերախմբի ղեկավարի պաշտոնն եք զբաղեցնում։ Ինչ նորություններ կան օպերային թատրոնում, ինչ ակնկալիքներ ու սպասումներ ունենա հանդիսատեսը։ Անկեղծ պիտի խոստովանեմ, որ այդ թատերախմբի ղեկավարի պաշտոնը երբևիցե չի դասվել իմ երազանքների շրջանակի մեջ։ Իհարկե իմ տարերքը բեմն է միևնույն է, ես ինձ միայն բեմում եմ լավ զգում, ինչպես ձուկը ջրում, այսպես ասած։ Պլաններ շատ կան, հատկապես հիմա, ես հետաքրքիր բան պիտի ասեմ, մշտապես բարի նախանձով եմ նայել ձեր թատրոնի, դրամատիկական թատրոնի, համազգային թատրոնի եւ նաեւ ինչ-որ չափով Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում տիրող մթնոլորտին, այ արտիստների միջև այդ իրենց փոխ համաձայնեցված վերաբերմունքին, նրանց այդ կուռ միասնությանը։ Ես միշտ երազել եմ, որ դա լինի նաև մեր թատրոնում։ Ծիլերը նկատում եք։ Ծիլերը այ հիմա արդեն նկատում ենք, որովհետև շատ ուրախալի է, որ այժմ թատրոնը ղեկավարում է իր գործի գիտակ, հրաշալի անձնավորություն, փայլուն երաժիշտ, լուսավոր մի անձնավորություն Կոնստանտին Օրբելյանը, որը ինչպիսին նա արտակնապես է այդպես լուսավոր, չէ՞, այդպիսին էլ նրա ներսն է այդպիսին, այսինքն մարդ, որը կարող է լսել դիմացինին, մարդ, որը կարող է լսել արտիստին եւ փորձել ինչ-որ կերպ լուծում տալ այս կամ այն հարցին։ Կոնստանտին Օրբելյանի հետ հրաշալի տանդեմ են կազմել թատրոնում երկար տարիներ աշխատած եւ այժմ նորովի վերադարձած երաժիշտներից մեկը Կարեն Շահինյան, որը հայտնի է երաժշտական աշխարհում, այդ տանդեմը իսկապես կոչված է կարծես թե վերածնունդը անելու օպերային թատրոնի։ Վերջերս մի հաղորդման ժամանակ ես մի այսպիսի միտք լսեցի, որ Տիգրան Լևոնյանի օրոք թատրոնը ապրեց իր ոսկե դարը։ Ես միանգամայն համամիտ եմ այդ մտքի հետ եւ ուզում եմ հուսալ, որ այժմ մենք պիտի որ ապրենք թատրոնի վերածնունդը։ Եվ այդ ներսի հարաբերություններից սկսեցի խոսել, ինչպես այժմ Կոնստանտին Օրբելյանը եւ նշածս Կարեն Շահինյանը, նրանք վերաբերվում են թատրոնին ինչպես իրենց տանը։ Ու մեզ էլ արտիստներին էլ կարծես թե սովորեցրին սիրել թատրոնը ու վերաբերվել ինչպես տանը։ Դա շատ կարևոր է, գիտեք, որովհետև եթե կա ներքին ինչ-որ ձգվածություն հարաբերությունների կամ ինչ-որ չասված բաներ, դրանք անպայման խանգարում են բեմում։ Երբ բարձրանում ես բեմ, դու միանգամայն այսպես մերկ կարծես լինես եւ մաքրամաքուր ինչ-որ մի վիճակ է բեմը պահանջում, չէ՞, պիտի ներսդ էլ լինի այդպիսին։ Հիմա կարծես թե ամեն արտիստների մեջ միանշանակ ես դա կարող եմ ասել, նկատվում է այդ միմյանց հաջողությունը տեսնելու, միմյանց անգամ անհաջողությունը տեսնելու եւ այդ մասին խոսելու, դա բավական մեծ առաջընթաց է, հատկապես մեր թատրոնի համար։ Իհարկե։ Եվ ես իսկապես ուրախ եմ, որ քայլեր են արվում եւ վստահ եմ, որ այս քայլերը կունենան իրենց պտուղները անպայման։ Ուզում եմ փաստել, որ ձեզ հաճելի էր լսել ոչ միայն բեմում,
վայելել ձեր հրաշագեղ ձայնը, այլ պարզապես զրուցել ձեզ հետ։ Շատ հաճելի էր։ Շնորհակալ եմ, փոխադարձ։ Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, մեծ բեմեր եւ անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ։ Այսպիսին էր իմ հյուրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներկչուհի սոպրանո Աննա Նացականյանը։